Զրույցի եմ հրավիրել բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Բարի երեկո Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք իմ հրավերը։ Տիկին Ալեքսանյան, չնայած ազգային ժողովի մասնագետների մտահոգություններին, որ նախագիծը սահմանադրության հետ հակասություններ ունի, կառավարությունը այնուհանդերձ հավանություն տվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին 24 միլիոն վճարում ես, բանակում 1 ամիս ես ծառայում։ Չի ստացվում, Տիկին Ալեքսանյան, որ այս փոփոխությունը ձեռնտու է միայն ունևորներին, իսկ բանակը անապահովների տեղն է։ Այդ անհավասարությունը, որը կար բանակում, մինչև այդ էլ առկա էր, սոցիալական անհավասարությունը, հիմա փաստորեն թողնում են միայն ինչ ասեմ, խեղճ ու կրակ խավի վրա, սոցիալապես անապահով խավի վրա։ Ով պետք է ծառայի այդ զինվորների տեղը, ովքեր որ ազատվում են, ասենք այդ ովքեր որ հնարավորություն ունեն ազատվելու, ով է պաշտպանելու ընդհանրապես մեր երկիրը։ Իսկ դու գիտեք ում են զորակոչում բանակ հիմա։ Նրանք եթե ազատում են արդեն այդ մեծ գումարներով, բանակում ծառայում են մտավոր հետամնացներ։ Մենք ահազանգ ունենք առնվազն 3-ից եւ մեկը որոնցից այնպիսի պահվածք է ունեցել զորամասում, որ հրամանատարը ինքը ուղարկել է նրան հոսպիտալ։ Եվ հետո իմ եւ օմբուդսմենի գրասենյակի ջանքերով պարզվեց, որ այդ տղան ուղղակի adekvat չի կարող բանակում ծառայել, բայց դա մեկ դեպքն եմ ես ձեզ ասում։ Բայց Տիկին Ալեքսանյան, թերևս ընդհանրացնելը այստեղ տեղին չէ, որովհետև երևի բոլոր դեպքերում այդպես չէ, դրանք եզակի դեպքեր են։ Ես ասում եմ առնվազն 3 դեպքի մասին, ձեզ կոնկրետ եմ ես դա ասում։ Դա քիչ չեն այդ դեպքերը, որը ինձ է հասել։ Բազմաթիվ դեպքեր կարող են այդպիսի լինել, բայց ընդհանրապես փողը դարձնել կույտ եւ ամեն ինչից փող պոկել, փող սարքել, սա այս կառավարության դիրքորոշումն է։ Սա է։ Փոխանակ մտածեն, ինչպես բարեփոխեն բանակում վիճակը, որ մարդիկ սիրով գնան ծառայելու, նրանք մտածում են, թե ինչից կարող են փող աշխատել, փող կորզել, ասենք, այն էլ որտեղից երկրի անվտանգության երաշխավորից, բանակից, հասկանում եք, եթե թեկուզ մեկ զինվոր է այդ վիճակում ծառայում, եւ այո, նրանք գիտեք, որ ընդլայնել են հիվանդներին բանակ զորակ կոչելու ցանկը եւ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ կալյասկայով էլ պիտի ծառայեն, հասկանում եք, ասենք, մարդ, որը չի ծառայել բանակում, եւ բայց այստեղ ամենակարևորը նա է, որ իրենք թքած ունեն մարդը լավ վիճակում կծառայի, վատ վիճակում կծառայի, բացարձակապես միայն դա ենք տեսել այս 8 տարիների, 7 տարիների ընթացքում։ Որևէ մեկի մասին, ասիկա հանգիստ բանակ են ուղարկում հիվանդներին, առանց նրանց հարցերը կարգավորելու, լուծելու, երբ որ դեպքեր են լինում բանակում։ Հասկանում եք ինչն է ամենաողբերգականը, որ մարդը, զինվորը նրանց չի հետաքրքրում։ Եվ նրանք ըստ էության օրինականացնում են կաշառքը։ Եթե կային մարդիկ, որոնք հնարավորություն ունեին փողով ազատվելու, այսպես դարձնում են ավելի այն ժամանակ կաշառքով էին ազատվում, հիմա այսպես են ազատվում։ Գուցե պայմանագրայինների այսպես բազան ավելի մեծացվի, Տիկին Ալեքսանյան։ Պարտադիր են դարձրել, ասենք, այդ 25-օրյա հավաքներին, թե երամսյա հավաքներին տանելը։ Դուք չեք պատկերացնի, ես ինչ տեղեկություններ ունեմ, թե ինչ է կատարվում բանակում։ Կարգապահության իսպառ բացակայություն։ Այնտեղ ինձ պատմել է զինվորական, բավականին երկարամյա ստաժով զինվորական, որը ասում է, որ ինքը երբեք չի տեսել բանակը այս վիճակում եւ չի պատկերացրել, որ կարող է այս վիճակին հասնի։ Այսինքն, եթե այդ 24 միլիոններ ու չգիտեմ բաների մասին են մտածում, իսկ ներսի մասին այդ բանակը մեզ ո՞նց է պաշտպանելու։ Կարող է մեզ պաշտպանի։ Փողով են փոխարինում բանակը։ Այսինքն դարել է առևտրի առարկա։
Տիկին Ալեքսանյան, ես փորփրեցի արխիվը, Հայկ Սարգսյանը դեռ 2019-ից ուներ այս գաղափարը, այն ժամանակ առաջարկում էր 10 միլիոն դրամի դիմաց բանակում 1 ամիս ծառայել, 6 տարի առաջ Պաշտպանության նախարարությունը դեմ դուրս եկավ այս նախագծին, ընդ որում հենց սահմանադրությանը համապատասխան ձևակերպումն էին բերում, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի պաշտպանությանը։ Հենց պատգամավորը այն ժամանակ հանեց օրինագիծը շրջանառությունից, հիմա Պաշտպանության նախարարությունը ձեր կարծիքով ինչու է կողմ դեռ մի բան էլ գումարի շեմն ավելացնելու առաջարկ արեց։ Ինչ է փոխվել, որ փողն է կարևոր եւ շատ փող է պետք։ Սա է, մենք տեսնում ենք այդ քաղաքականությունը, ինչ հարկեր, վարկեր, չգիտեմ, ինչ տուգանքներ են դրել այս հանրության վրա, ասենք ոնց պետք է ապրեն, ինչ պետք է, էսա փողը նրանց համար, ես էլի եմ կրկնում, դա կուլտ է եւ ուրիշ ոչինչ։ Եվ չգիտեմ, գուցե մենք նաեւ տեսնում ենք, որ թափանցիկության իսպար բացակայություն է։ Մենք կարող ենք տեղեկանալ, ովքեր են ազատվել, ովքեր են վճարել, ինչ է տեղը, ինչ վիճակ է տիրում բանակում։ Բանակում մահվան դեպքեր են, բանակում խոշտանգումներ են, բանակում բռնություններ են։ Ինչ են անում այս անպատժելի մթնոլորտը բանակի ներսում փոխելու համար։ Ոչինչ չեն արել։ Պատկերացնում եք, այսինքն բանակը իրենք չի հետաքրքրում։ Ես սա եմ տեսնում։ Իրենց համար կարևոր է այդ փողն է, այդ միլիոնները, որոնք նրանք պետք է վերցնեն այդ մարդկանցից։ Երևի արդեն ունեն իրենց կլիենտուրան, դրա համար հանգիստ սա օրինագիծ են ներկայացնում։ Օրինակ Տիկին Ալեքսանյան, անցած տարի վարչապետ Փաշինյանը վիճակագրություն է ներկայացրել, թե զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում բանակ, սա մեջբերում է։ Ենթադրություններ արել կամ սերունդն է վատառողջ, ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը։ Եթե վարչապետն էլ չի բացառում, որ կոռուպցիոն սխեմաներ են գործում, ավելի լավ չէ, որ պետբյուջե օրինական վճարներ կատարվեն։ Ինչ վիճակագրություն է ներկայացրել վարչապետը։ Իրոք վիճակագրություն է ներկայացրել։ Վարչապետը վիճակագրություն չի ներկայացրել։ Վարչապետը փողոցի բամբասանքը ներկայացնում է որպես օրինակ ու դրանով առաջնորդվում։ Ես չեմ տեսել, որ նրանցից որևէ մեկը վիճակագրություն ներկայացնի, թե ինչքան մարդ է հիվանդ, ինչքան են հենց այդ եմ ասում, որ չկա այդ թափանցիկությունը։ Այսպես մի արտահայտություն է անում, որ չեն ծառայում, որ կալյասկայով էլ պիտի գնան ծառայեն եւ այլն։ Բայց դուք փորձել եք ճշտել, ձեզ չեն տրամադրել, Տիկին Ալեքսանյան։ Ինչ? Դուք փորձել եք ճշտել այդ վիճակագրությունը, ձեզ չեն տրամադրել։ Եթե վիճակագրություն կա, իրենք պարտավոր են հրապարակել, եթե չեն հրապարակում, ես խոսել եմ բազմիցս դրա մասին, ես չեմ դիմել որպես վիճակագրություն նրանցից ուզեմ, վստահ եմ, որ չունեն վիճակագրություն, հատկապես Նիկոլ Փաշինյանը ոնց կարողանա վիճակագրությունով առաջնորդվի եւ խոսի։ Ես չեմ տեսել, որ նա այդպիսի օրինակներով խոսի։ Թող հիմա խոսեին, որ բանակում իրանք մի բարեփոխում էին արել, հիմա էլ այս նախագիծն են կիրառում։ Մենք լսեինք, որ թե ինչ փոփոխություններ ա եղել, որ մահվան դեպքեր չկան, նվազել են, որ չգիտեմ, այդ անարդարությունը, այդ անպատժելիությունը չկա ու հիմա իրանք այսպիսի մեթոդների են անցել, նախագծեր են բերում, թե ով ինչքան պիտի ծառայի բանակում։ Պարզ չի ով ինչ են անելու դրանք այդ ծառայողներին։ Բա մնացածը, բա մեր երկրի անվտանգության հարցեր, այդ հիվանդները, դա սարսափել է, հասկանում եք, մտավոր հետամնացության ունեցող սահմանին կանգնած զինվորը, չեմ ասում հոգեկան խնդիրներով զինվորները, ծառայում են այնտեղ նաև հոգեկան խնդիրներով։ Ինձ մայրը, սա էլ ուրիշ դեպք է, մայրը պատմում էր, որ տղան չի սահմանին կանգնած է, բայց նա որ երբ որ հանդիպել էր տղային, նա չի հասկանում ինքը ինչ է խոսում, ինչ է անում, ասում է, որ առողջական խնդիրներ ունի։ Նիկոլ Փաշինյանն է որոշում նրանց առողջությունը ինչպես։ Նրան ուղղակի չի հետաքրքրում որևէ մեկի առողջական։ Իսկ փորձել է դիմել Տիկին Ալեքսանյան, եթե կապի մեջ եք մոր հետ, փորձել է դիմել ծառայությունից ազատվելու համար։ Իհարկե, մենք դրա մասին հրապարակումներ ունենք նաև, հասկանում եք։ Այո, նրանք ազատվեց ի վերջո, բայց գիտեք ինչքան տևեց։ 6 ամիս տևեց, մինչև որ նրան ազատեցին։ Եվ այդպես զորակոչվել էր։ Այո, նախորդ դեպքը այդ որ զինվորը հրամանատարը տեսել է, որ adekvat չի այդ զինվորը ուղարկել է հոսպիտալ, որ նոր դատաբժշկական
դատաբժշկական ներողություն, որ փորձաքննություն նշանակեն հանձնաժողովային եւ այլն, որոշեն այդ տղայի վիճակը եւ պարզվել է, որ նա ի վիճակի չի։ Ես կուզենայի սեղմել այդ հրամանատարի ձեռքը ուղակի։ Հավատացեք, որ եզակի դեպքեր են սրանք, որ կարող է հրամանատարը մտահոգվի։ Եվ դες հիշեցնեմ Յուրիկ Բրոյանի դեպքը, որին ինչպես էին խոշտանգել, նվաստացրել, որը մտավոր հետամնաց էր։ Եվ այդ ժամանակ մեր երբ որ մենք այդ հրապարակումները անում ենք, նրանք հանեցին ծառայությունից մտավոր հետամնացներին։ Հիմա նորից Նիկոլ Փաշինյանի այդ օրինակներով, այսինքն օթի մեջ որի գա ասում է, այսքան մարդ կեսն են ծառայում եւ այլն, նորից նույն մարդկանց, որոնք ի վիճակի չեն ծառայության, տանում է բանակ։ Այսինքն ով պետք է ծառայի այդ հարուստներին փոխարինի։ Նախաձեռնության հեղինակը Հայկ Սարգսյանը կարծում է նախագիծը կընդունվի խորհրդարանում։ Դուք ինչ կդնեք դրա անունը, պատերազմի վտանգը չհաղթահարած երկրում, այս նախագիծը կամրապնդի բանակի հիմքերը, բանակի բարեփոխումների հիմք կստեղծի, թե հակառակը։ Որ նրանք բանակը բարեփոխելու որևէ մտադրություն չունեն, դա ակնհայտ է։ Դա այսինքն այս ամբողջ տարիների ընթացքում ոչ մի քայլ չեն արել բանակը բարեփոխելու համար։ Ուղղակի բանակը, չգիտեմ, առևտրի առարկա է։ Զին ծառայողներին, այսինքն գտնել մարդկանց, որոնք չեն ուզում ծառայել ու ունեն հնարավորություն փողով դուրս պրծնել ու մնացածը մնան, այսինքն այդ չգիտեմ ինչ բառով ասեմ, էլի, այդ բանակի ներսում, որտեղ ինչ ասես կատարվում է, այսինքն դա բանակ չի այլևս, միտեղ որտեղ չկա կարգապահություն, բացարձակ եւ այս իրավիճակում, որ մենք ամեն րոպե պատերազմի վտանգը մեր գլխին կախված է, որ այդ կրակոցները մենք շարունակ լսում ենք, այսինքն մարդիկ շարունակում են մտածել գումարներ աշխատելու, բերելու, ես չգիտեմ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, Տիկին Ալեքսանյան, հիշեցնեմ Ժաննա Ալեքսանյանի հետ էի խոսում, իրավապաշտպան, որը տարիներ շարունակ զբաղվում է բանակի խնդիրներով։